Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Անչափ ուրախ եմ ձեզ տեսնել իմ խոհանոցում, ինչպես նաև անչափ շնորհակալ եմ ձեր դիտումների համար, ձեր մեկնաբանությունների, ինչպես նաև հարցերի համար, առաջարկների համար, որոնք ել ավելի հետաքրքիր են դարձնում իմ աշխատանքը։ Անձնական նամակով և YouTube-ի մեկնաբանություններում երբեմն գրում են, ինչ կարելի է պատրաստել պահքի օրերին, ինչ եք պատրաստում դուք։ Ահա այս հարցի պատասխանը, որ ես ուզում եմ ձեզ այսօր տալ։ Անուններ չեմ նշում, որովհետև մի քանիսն են, գուցե մեկի մոռանամ, հետո արդեն ճիշտ չի լինի։ Եվ այսպես, առաջին հերթին նախապատրաստում եմ սիսեռը։ Վերցրել եմ սիսեռ, մանր տեսակն եմ վերցրել, ինչպես տեսնում եք, թրջած թողեցի ամբողջ գիշեր, առավոտյան արդեն տռզել էր, հիմա ես ձեզ ցույց տամ տարբերությունը նախքան թրջելը սիսեռի և թրջելուց հետո։ Այժմ կդնեմ եփելու, եփվելուց հետո կշարունակենք մեր աշխատանքը։ Վերցրել եմ 2 բաժակ երկար բրինձ, դուք կարող եք վերցնել ձեր ցանկացած, ձեր նախընտրած բրինձը։ Սիսեռը նույնպես եփվեց, այժմ բրինձն էլ կլվանամ, կթողնեմ մի քիչ հանգստանան և սկսում եմ հավաքել արդեն փլավը։ Առաջին հերթին մանր կտրտում եմ սոխը, սոխառեզի համար պիտի նախապատրաստենք։ Թավայի մեջ, կաթսայի մեջ լցնում եմ 50 գրամ բուսայուղ, կարող եք վերցնել ցանկացած կարգի, կարող եք վերցնել իսկական տնական հալեցրած յուղ կամ կարագ, բայց քանի որ խոսքը պահքի օրերի մասին է, ես վերցնում եմ բուսական յուղ։ Քերում եմ 1 գազար, ավելացնում եմ արդեն ոսկեգունած սոխին և մի քիչ էլ գազարն ու սոխն են իրար հետ տապակվում։ Ահա տեսեք, գազարը նույնպես փափկեց և այժմ ավելացնում եմ մի պատճ սխտոր, 2/4 եմ անում, ուղղակի բուրմունքի համար, շատ ավելի համեղ, ավելի նուրբ համե հաղորդելու մեր փլավին։ Այժմ լավ լվացած բրինձը ավելացնում եմ սոխառեզի վրա, մի լավ խառնում եմ և ավելացնում եմ ջուր։ Ասեմ, վերցրել եմ 1 բաժակ սիսեռ, 2 բաժակ բրինձ։ 2 բաժակ բրինձի համար հարկավոր է ավելացնել 4 բաժակ ջուր։ Ջուրը ավելացնելուց հետո սպասում ենք մի քանի րոպե, մինչև եփը գա։ Հենց որ սկսեց եռալ, ավելացնում եմ կես ճաշի գդալ աղ։ Աղը արդեն ըստ ճաշակի, կան անալի ուտողներ, կան մի քիչ աղի ուտողներ, բայց հարկավոր է միջինը պահել։ Ավելացնում եմ քարի մի փոքր, տեսնում եք ինչքան փոքրիկ է գդալը, ավելացնում եմ սև պղպեղ և չորացրած ռեհան, շատ քիչ եմ ավելացնում, որպեսզի սուր համեր չլինեն։ Այսքանը մի լավ խառնելուց հետո, երբ որ հավասարաչափ տարածվում է արդեն համեմունքները փլավի մեջ, ավելացնում եմ սիսեռը, արդեն եփված է և թողնում եմ մարմանդ կրակի վրա եփվելուն։ Արդեն բրինձի եփվելու աստիճանից մենք կտեսնենք, որ փլավը երբ է պատրաստ։ Ահա, արդեն բրինձը պատրաստ է, ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ փլավ ստացվեց սիսեռով, գազարով, տեսեք բրինձը հատիկ մնացել է, այսինքն մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք արել։ Այժմ փլավը տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ և արդեն դնում ենք ճաշի սեղան։ Տեսեք, ես լցնում եմ փլավը, շատ գեղեցիկ փշրվում է, իրարից առանձնանում, ոչ մի հատիկը չի կպել իրար, մի փոքր հավաքում եմ կենտրոն և պատրաստել էի նաև կաղամբով, գազարով և կանաչիներով ամառային, գարնանային
շատ ախորժելի աղցան բանջարեղենային բրնձի հետ շատ համեղ էր, այնպես որ դուք ինքներդ կարող եք փորձել և դրանում համոզվել, կամ կարող եք պատրաստել ձեր նախընտրած աղցանը։ Սա իմ առաջարկն էր։ Այսքանը սիրելիներս, կրկին շնորհակալ եմ իմ ալիքին հետևելու համար, ձեր ջերմ ու բարի խոսքերի համար և սպասում եմ նոր առաջարկների, նոր քննարկումների, որոնք իմ համար անչափ հաճելի են։ Դե ինչ, ես արդեն ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։